Նա շատ հետևականորեն կատարում է իր ծրագիրը մեզ ենթարկել Ադրբեջանին եւ Թուրքիային, այնպես անել, որ մենք անգամ ասենք եթե նա չընտրվի, չկեղծի մինչև վերջ ընտրությունները, հաջորդ տարի դժվարությամբ կարողանանք դուրս գանք այս վիճակից։ Մենք դառնանք երկրորդ Ղարաբաղ։ Մենք դառնում ենք երկրորդ Ղարաբաղ։ Մենք փաստորեն հիմա եւ նավթն ենք ստանալու Ադրբեջանից եւ դա փոխարինելու է ուրիշ երկրների նավթը եւ գազը եւ հետո ցորեն ենք ստանալու եւ այլն եւ այլն։ Այսինքն մեզ դարձնելու է Ադրբեջանի հպատակ պետություն, վասալ պետություն։ Սա է այս մարդու նպատակը։ Մենք դրա մասին երկար ժամանակ խոսել ենք։ Սա ստեղծում է շատ վտանգավոր կախվածություն, այսինքն եթե մի տարի հետո Ադրբեջանը, դու գիտեք, նա արդեն նշանակել են Հայաստանի մահմեդական համայնքի ղեկավարին։ Եթե մենք օրինակ դիմադրենք, որ 100,000-ավոր ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան, Ալիևը այդ խողովակը կփակի այն նույն ձևով, ոնց որ փակեց Ղարաբաղի խողովակը։ Մենք դառել ենք երկրորդ Ղարաբաղ, բայց եթե մեր ժողովրդին դա չի հետաքրքրում, նրանք չեն կարծում, որ սա վտանգավոր է, ես ոչ մի բան չունեմ ավելացնելու, թող լինի այնպես, ինչպես ուզում է մեր հասարակությունը։